շրջադրան նախորդ դատական նիստի հետ կապված եւ նույնիսկ ամսի 7-ի դատական նիստը չէ, հունվարի 7-ի նկատի վերջի դատական եւ նոյեմբեր ամսվա դատական նիստին եւ դեկտեմբեր ամսիների դատական նիստի ժամանակ, երբ որ դատանը տարբերակներ էր քննարկում նույնիսկ նշանակելու այդ հունվարի 7-ը, ես ասել էի, որ արձակություն են գտնվելու եւ հանրապետությունում չեն գտնվելու։ Բանակը ասել էի։ Բացի այդ, երբ որ մարդիկ էին ասել եւ նիստից առաջ օրացույց ուղարկեցի դատարանին, այսինքն ինչու է նիստին չէի ներկայանալու, բայց նաեւ որպեսզի դատարանը այս նշանակելուց հնարավորություն ունենա տեսնել, այսինքն տակտեսից նիստի է եւ ասում են օրացույցը նայում, ասում են, երբ որ դատարանը որ է առաջարկում, երբ որ ազատ են, ազատ չեն, ինչպես միշտ քննարկում ենք, որպեսզի դատարանը հաջորդ նիստը նշանակելուց պարզ լինի դատարանի հետ որ ազատ են թե չէ, որ ուղարկում է օրացույց, որում էլի նշված է, որ ամսի 7-ը 30-ից դեկտեմբերի մինչև հունվարի 11-ը արձակում եմ եւ հանրապետությունում չեն գտնվելու։ Դատարանը ամեն դեպքում նիստը նշանակել է այդ օրը, այն դեպքում ես եւ դատական նիստերին էի հայտարարել եւ այդ գրաֆիկով նշված է, որ այդ օրը ես արձակում եմ գտնվելու։ Ստեղ թե ինչու է դատարանը հենց հատկապես այդ օրը նշանակել, երբ որ նախապես գիտեր, ես տեղյակ էի բան, որ արձակում եմ գտնվելու, պարզ չի, կարող պարզ է, որովհետև պարզվեց դրանից հետո պարոն Վանյանին, երբ որ տեղեկանում են, որ ամսի 7-ին է նշանակվել, նորից են գրություն գրում դատարանին, բայց ես ձեզ ասել եմ, որ այդ օրը ես արձակում եմ, պարոն Վանյանին գրություն է գրում եւ ըստ էության դատարանը չտեսնելով, որ իրականում ամսի 7-ին կամ դատարանը չի գրում, բայց կարծում եմ դատարանի հետ համաձայնեցման աշխատակազմից գրում, գրություն են գրում, մեր չնշելով, ասենք շաբաթ կամ կիրակի օրը Վարշավի անոցի հանում կամ Փաշի մասին։ Ուրեմն մարդ եմ հարցել, ես մորացույցը տակում եմ դատարանի գործը հեշտացնելու, հաջորդ նիստը, այսպես ասած, պրավանջ չտալու համար, որտեղ երևում է, որ ամսի 7-ի դատական արձակում է, դատարանը դա չի նկատում, այդ շաբաթ կիրակի օրերի նշված ինչ-որ գրաֆիկն է նկատում եւ պարոն Վանյանին ուղարկում են դա։ Ասում եմ, գիտեք, ձեր պաշտպանը այսպիսի գրություն է գրել, որտեղ նաեւ ստար կա։ Սա ինձ արդեն հիմք է տալիս տնդելու, որ եթե անգամ ես այդ հունվար ամսի մի դատական նիստ ունենայի, դատարանը կարող է հենց այդ օրը նիստը նշանակել եւ ելի ման դրություն ուղարկել, որովհետեւ բազմաթիվ ազատորելու պայմաններում ամսի 7-ին, երբ որ արձակում են այդ օրն է նշանակում, մեկ եւ երկրորդ այդ գրաֆիկը որ ուղարկել են, օրացույցը ստացվել, իրեն դատարանի հետաքրքրել թե շաբաթ կամ կիրակի օրերի ինչ կա եւ պարոն Վանյանի նման դրություն է։ Գրում շաբաթ կիրակի օրերի, այլ դեկտեմբեր ամսվա, արդեն անցած օրերի։ Ես ընդ որում, քանի որ հարցեցիք, ես գտնում սա նաեւ պետք է քննարկման առարկա դառնա էթիկայի հանձնաժողովի դատարան, ինչու դատարանին դա է հետաքրքիր։ Երբ որ շաբաթ կիրակի օրերի հետ կապված, ասում չպետք է հետաքրքիր։ Երբ որ 6 ամիս հունիս ամսին արդեն այդ արձակուրդը պլանավորված էր եւ ընդհանրապես իմ արձակուրդները դուք տեսել եք մարդու ներկա, գրաֆիկ ուղարկել են երկար, որ եթե անգամ դատարանը օրերով է նշանակում, էլի խնդիր չառաջացնեն, որ չնշանակին բացակայությամբ կամ ասել ուտեք, ես նախապես նշանակած նիստեր ունեմ, չէ, որպեսզի դատարանը կարծես դատարանում են, կարողանան այդ հնարավորություն ունենա նաեւ իմ մասով ազատորերը հաշվի առնել, որ հետագայում հետաձգման ինչ չէ, բայց դատարանը ասում նման գործություն է ուղարկել։ Հիմա հաստատվի անձնագիրս նորպես է, արդյունքիստով երկու մուտքը Հայաստանում։ Նիստի հավաքին դրամանրեց դատարանի աշխատակազմին պատժենահանեն գտեցին գալին իր հարցություն
որպեսզի հաստատվի լինի ավարտեցի Պարոն Էժմյան, ինչ վերաբերում է ամենայնպես ակտար էթիկայի հանձնաժողովի բացվածքացնելու, դուք որևէ կարգավորություն չունեք, ըստ այդմ դերն եք գիտեք, ընթացակարգն եք գիտեք, կարող եք դիմել էթիկայի հանձնաժողով եւ դատարանի կողմից ձեզ բացահայտված ողջունությունը, ինչպես նաեւ ձեր աղյուսակները դուք ներկայացրեք էթիկայի հանձնաժողովին եւ էթիկայի հանձնաժողովը նաեւ դատի նահատի կարծում է եւ ճիշտ է դատարանը ձեր էթիկայի հանձնաժողովի դերերով չի գրի այդ աղյուսակների հետ կապված, այս բանը ձերից կմնա, բայց կարծում եմ դա առնվազը ձեր էթիկայի հանձնաժողովի քննարկման ենթակա հարց է, որովհետեւ այդ աղյուսակները դուք մի դեպքում նշում եք, որ անձի մավան մենք ցավում ենք, մենք երկրորդ դատականից չենք նշանակել, մենք կողմերին տեղեկացրել ենք, այդ հանգամանքը որևէ քննարկման առարկա չի դարձել, դատարանը հարգելի է համարել, բայց դուք նախորդիվել եք ուղարկել։ Այնպես չի, որ դուք մենակ այդ օրվա հետ կապված եք ուղարկել, որ մենք մտածել դուք խառն եք եղել, ունեցել եք ծանրադրվածություն, ընդհանրապես դա եք շփոթվել։ Դուք նախորդի բազմաձև 2-3 անգամ, եթե ոչ ավել, նույն աղյուսակները, նույն այդ վարչապետարանի եւ այդ խաշի հանգամանքը, այն որ դուք բացարձայնեցիք դատարանն նշի։ Այդ հանգամանքները ավելի վաղ ուղարկված աղյուսակներում են նշված եղել։ Պարոն Էժմյան, էթիկապես դա ճիշտ չի, դուք դատարանի լուծում եք հացրել։ Դուք նշում եք օրեր, ինչ այլոց այնտեղ աղյուսակների մեջ գրված է թերվեր, առաջին 2-3 պարոն Էժմյան, մենք դերևս կասկածի տակ չեն դնում, որ դուք այդ օրերը դատական նիստեր ունեք, բայց դրանք հիմք չեն դատարանությունները դատարանությունների հետաձգումը հարգելի համարելու համար։ Մենք պետք է ունենանք հաստատներ։ Հարգելի դատարան։ Որպեսզի դատական հատորներում այդ հաստատները այսպես առկա լինի, յուրաքանչյուր դատական նիստ չկայանալու հետ կապված հիմնավորումները առկա լինի։ Մենք յուրաքանչյուր անգամ գիտեք բոլորս էլ անձնական խնդիրներ ունենք, անձնական հարցեր ունենք, հանգստի ցանկություն ունենք, շաբաթվա մեջ օրեշտան ցանկություն չունենք, այդ օրերը դատական նիստ անելու կամ նշանակելու, բայց իրադարձական ընթացակարգ, որը պետք է մենք պահպանենք, եւ դրանք պետք է ամենայնպես հարգելի պատճառը պետք է ունենա համապատասխան հաստատային ձևակերպումներ ներկայացի դատարանին, դատարանը դա գնահատի հարգելի է թե անհարգելի է։ Հիմա այս ասում, սա ուղարկվել է ոչ թե բացակայությունը հիմնավորելու համար, սա ընդհանրապես ուղարկվել է հաջորդ նիստը նշանակելուց, որպեսզի դատարանը, եթե ներկայացնում հարցնում է կողմերին կամ են համակարգի միջոցով, երբ որ նիստերի դիքարտուղարը կամ աշխատակազմից որևէ մեկը քննարկում են բազատորերը, նայելպես գրաֆիկին ասում են այսօր ժամին ազատել, թե չէ։ Սա ուղարկվել է ընդհանրապես, որպեսզի դատարանը հաջորդ նիստը նշանակելուց տեսնի իմ մոտ ազատ է, թե ազատ չի, հակառակ դեպքում եթե ազատ չէ, ուրեմն խնդիր է առաջանալու, չէ, նախապես նշանակված նիստի հետ։ Այսինքն դա իսկ ընդհանրապես դատարանի գործը հեշտացնելու համար ոչ թե հետաձգել, դրանք ապագայի նշված նիստեր են, որը ապագային է վերաբերում, այլ ոչ թե այդ նիստը հետաձգելու։ Եվս մեկ արձանագրում հիշեցման կարգով դատարանը նախորդ որը երկու դատական նիստերի ընթացքում եկին դուք նաև ներկա եք նշել էր, որ յուրաքանչյուր շաբաթ կամ 7-ից 10 օրը մեկ եթե համաձայնություն չկան դատական նիստերի, անսպասված որ 3-ից 5 դատական նիստեր նշանակելու, դատարանը իր ծանոթությունն է նշանակելու։ Առաջինը դատարանը փորձել է համաձայնեցնել կողմերի հետ, ըստ ձեր ծանոթության, այսինքն մենք առաջ քննարկում ենք իրականացնել, բայց եթե դուք այդ համաձայնության չկան դատարանի հետ, որ այս 10 օրը ես հիմա տեսեք գործով 5 պաշտպան կա դերերված։ 5 պաշտպանը եթե աշխատանքային օրենսգրքի համաձայն են իրենց սահմանված արձակուրդը մեկն է, կարող է կեսը այդ մասով, կարող է մյուս կեսը կառավարության մասնակիցները ունենան գործողություններ, այդպես ուղղակի չի։ Այն վերաբերող մեկն է արձակուրդ, դա դատավորը չգնա արձակուրդ կամ գնա այն օրերին, երբ որ ինչ չեն նշանակում։ Բայց մենք պետք է ունենանք ողջամիտ, քննարկում, պայմանավորվածություն, դատական նիստեր անցկացնելու հետ կապված։ Եթե դուք
հաջորդի ևս դառան օրեր առաջարկի, դուք այսպես հարմարչի եւ համապատասխան հիմնավորումներ չներկայացնել, դառան կոնկրետ օրեր նշանակի։ Մասը։ Կարծում եմ մենք իսկ որևէ անձնավորված, չգիտեմ, ձեր խոսքում նաև այդ մասին, նման բան չկա համերժում է, ընդհանրապես ձեր կողմից ներկայացած հարուսանները դրանք էքսպատես ճիշտ չի եւ կորեկտ չի, որ դուք ձեր օրվա գրաֆիկը, ձեր, չգիտեմ, իմաստ չկա դրանք Օրերը կապացենց այդ ժամանակ երբ քննարկում ենք հունվարից ինչ-որ օրեր, դատան ասեց ամսի 7-ին, ես այդ բան արդեն ասեցի, որ այդ ամսի 7-ին ես արձակուրդ եմ գտնում, այո, հենց այդ ամսի 7-ը այն դատական նիստի 17-ին որ դուք դատարան ներկայացրել եք որոշումը, որ ձեր ազգականը մահացել է, դատարանը 17-ի օրն է ներկայացրել եք կողմերի որ չներկայանա, այդ օրն է որոշումը կայացրել, որ ամսի 7-ին նշանակել։ Ինչև է քննարկել ենք, ինչև է և սեպտեմբերի և նոյեմբերի դատարանը ասեց օրինակ տարբերակ, որ 7-ին մյուս գործով ենք քննարկել։ Պարոն Վահանյանի, մասնագետ պարոն Վահանյանի շահերը չեք պաշտպանում մյուս գործով, այն գործով ենք քննարկել։ Այս գործով մենք արձանագրեցինք, որ մենք ունենք ևս մեկ դատական նիստ համաձայնեցրած, այդ օրը քննարկենք 2026 թվականի եթե շարունակենք նիստեր նշանակել հարցը։ Ես ամեն դեպքում միակ կնայեմ սրալով եմ իջում, բայց մի բան ինչ վերաբերում այդ նիստերի, բնականաբար չգիտեմ շարքատում եք ինչ-որ հիմնակը քննարկվի դատարանը կողոշի, բայց սկզբնական մասում բնականաբար ծանրաբեռնվածությունները շատ են, որովհետև արդեն նախապես նշանակված նիստեր կան, և մեր համաձայնեցված, իսկ ինչքան գնանք ավելուշ, արդեն ազատ են այդ օրերը և այլ գործերով նիստերը նշանակելուց այնպես ենք անել, որ այս գործի նշանակված, նախապես արդեն նշանակված այդ նիստերին չխանգարել։ Դա էլ իր լուծումն է,